Անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը կարող է սահմանափակվել զննման և խուզարկության ժամանակ, այսինքն ձեր ավտոմեքենան ևս ըստ նշված հոդվածի պարզ ասված հավասարեցված է բնակարանին։ Ինչ է ստացվում։ Բարեկը նշված ենթադրյալ իրավախախտումների առնչությամբ ապացույցները ներկայացնելու համար ձեր տրանսպորտային միջոցի ներսում, սրահում տեսանկար անելու, լուսանկար անելու կամ այլ տեսակի գործողություններ կատարելու համար պարտավոր է ունենալ դատարանի որոշում, այլ բան օրենսդրությունը թույլ չի տալիս։ Իսկ վերջինս բնականաբար տվյալ պահին չունի և չի կարող նման որոշում ունենալ։ Նա սահմանափակվում է միայն պնդելով, որ ինքը տեսել է ձեր արարքը, ինչն էլ բավարար է լուգանելու համար։ Նշվածը սակայն չի համապատասխանում իրականությանը և հանդիսանում է բարեկի կողմից ոչ իրավաչափ վարչարություն։ Մինչդեռ պետք է նկատի ունենալ, որ ոչ իրավաչափ վարչարության արդյունքում կայացրած վարչական ակտը վարչարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի համաձայն համարվում է անվավեր։